Շարունակենք։ Փորձեմ հեշտ դասերից մեկ անցնել, կոչվում է multi-case event։ Տեսնենք սա իրանից ինչա ներկայացնում։ Ու նախորդ դասի event-ները լավագույն կարևոր դասերից մեկն էր, որտեղ որ իրադարձությունները կատարեցինք, մշակողը միացրեցինք եւ իրադարձություն տեղի ունեցավ, ծրագրի մի հատվածը գրանցվեց մի հատվածի հետ եւ այդ հատվածը, ով գրանցված էր, դից ավտոմատ կատարվել։ Ինչա multi-case event, այսինքն հարցը ինչումն է կանում, մենք այսպեսի բան նմանատիպ բան անցել ենք delegate-ներում, այսինքն ինչ է ստացվում։ Մի հատ իրադարձություն, մի հատ event կանչելով մի քանիսը կատարվի։ Delegate-ներից երևի հիշում եք դրա համար պլյուս հավասարով ես կկցեմ, մինուս հավասարով ես կհանեմ։ Ուրեմն օպերացիաները կարող եմ նույնիսկ այդպեսի ճկուն ձևով ավելացման եւ համման տեխնոլոգիա մտցնել։ Multi-case event-ը նորից եմ ասում, սահմանենք, դա օրինակ պետք է նայենք parza, դա ուրեմն իրադարձությունները նախորդ դասն ամբողջությամբ, նախորդող դասը ու հնարավոր ինչապ իրադարձություններ մի հրամանով մի քանի իրադարձություն փորձել ստանալ։ Շատ լավ։ Ահա multi-case delegate եմ ասում, event-ի օրինակը կվերցնենք, ինքը բացարձակապես նման է, շատ նման delegate դասին, այսինքն տեղեր կա, այն մասում էլ մենք ունենք։ Միշտ ծրագիրը մեծոտ է, բայց ոչինչ, հուսով եմ տեղի կունենա կամ ավելի շուտ հասկանալի կլինի։ Եկեք ուշադիր նայենք, տեսնենք ինչա գրած։ Մեզ մոտ, ենթադրաբար քիչ մեծ ծրագիր է ինքը, my class կա, եւ ինչ է ստացվում, որ ես իմ my class-ը պայմանավորվել ենք, ենթադրենք, ասենք, ինչ-որ շախմատային Հայաստան ժուրնալն է։ Այս my class-ում գրանցված է կամ նշված է կամ կարծած իրականացված է event-ային համակարգ։ Այս սա այն սերվերն է, այն հրապարակիչն է, որը որ շատ ֆունդամենտալ դեր է խաղում։ Parza ես իրա խնդրելով իրա միջոցով նաև event կառաջացնեմ, event-ները իրանք են առաջանում։ Մենք որպես կլիենտ չենք առաջացնում։ Բայց եւ այնպես որպեսի ծրագիրը երևա, ստիպված եմ ես on some event-ը հնարել, տեղում է հնարված, բայց կարևորը այս event կարճ ասած իրադարձության օբյեկտը անպայման կանչել ֆունկցիոնալ ձևով։ Վերջ, ինչ ունեմ ստեղ, delegate ունեմ, որ իրեն փոխարինում է, ոչ մի խնդիր, անուն եմ դրել, void-ա վերադարձնում, պարամետր չի ստանում, ինքը հաստատ կարող է իրադարձությունը կազմակերպել, եւ ունեմ երկու օբյեկտ, այ ուզում եմ շատ օբյեկտներ լինի, որսի գրանցումներ, ասինքն ես խմբակային աշխատացնեմ։ Երկու օբյեկտ ունեմ x, y, որտեղ ասենք իրադարձության մշակողներ են դրած, այսինքն on click-ն է կամ on ff-ն է, այստեղ վերցնենք y handler-ը կոչում կամ on handler-ը լինում եւ x handler-ը, մեկ իրա սաբշենյա։ Երկու հատ մենք ուրեմն կարծած on ff ունենք, այսինքն երկու մշակողներ թող կատարվեն իրար հետևից, այսպես։ Ոնց են կատարել։ Ոնց ենք դա կազմակերպելու։ Կլասը կա, սա մեր հրատարակիչն է, ոչ մի խնդիր, սա մեր delegate-ն է, կրկնվեցի, top level-ը շարունակենք։ Ես վերցնում եմ օբյեկտ։ New-ով ստեղծում եմ, այսինքն իմ սերվեր կամ հրապարակիչի օբյեկտ եմ ստեղծում։ Ես երկու հատ օբյեկտ էլ ունեմ այն երկուսը, որտի գրանցվեն ինձ մոտ եւ վերցնում եմ event, some event plus հավասար handler։ Տեսնենք, ասենք այդ handler-ը ով է գալիս։ Ուրեմն մի հատ handler իմ մոտ է։ Այսինքն ես հենց հիմա ստատիկով է գրված, կարող է չգրել նաև, որտեղ top level-ը ստատիկը չի պարտադրում, կարանք անենք, արդեն ստատիկա լռելությամբ չմոռանանք top level-ի առանձնահատկություններից է։ Ուրեմն ինքը ես կվերցնեմ ուրեմն new եւ պլյուս հավասարով կվերցնեմ այս ֆունկցիան handler-ն է, սա իմ տարածքում է, կա 3 հատ եմ ուզում ստեղծեմ։ Մյուս օբյեկտով կգնամ մի կլասից կվերցնեմ, մյուսը մի այլով։ 3 հատ կարճ ասած իրադարձության մշակողներ եմ ես ստեղծում։ Հիմա իրադարձությունը տեղի ունենու some event եւ ինչ կլինի։ Ես այս մասը, ուրեմն ֆունկցիաների տեսակետից եկեք ես այսպես հանեմ։ Ահա։ Ինչ կլինի, այդ 3-ը կաշխատի։
Տեսնեք։ Խնդրեմ։ Event-ը տեղի ունեցավ ինձ մոտ X-ում եւ Y-ում, այսինքն ես մի կանչով 3 event աշխատացրեցի։ Շատ լավ։ Ընդամենը խմբակային ստացվեց նմանա բացարձակ դելեգեյթների խմբակային կանչին, այդ դասը որ նայեք լրիվ հասկանալի կլինի։ Հիմա ինչ որ մեկը ես հանում եմ։ Remove եմ անում, տեսեք, եւ նորից եմ աշխատացնում։ Ես կարող եմ գումարել ալը, նույնma հանումը կատարեմ։ Այսինքն ես մի հատ event հանեցի, X-ը հանեցի եւ փորձեմ էլի տեսնել, տեսեք Y-ը կա, event demon կա, X-ը չկա։ Հասկանա։ Շատ հեշտ դասա, փորձեք կտեսնեք եւ ինքը բացարձակ հասկանալի է։ Շարունակեմ։ Ինչ է կատարվում այստեղ։ Հիմա վերցնենք նորություն, այդքան էլ նորություն չի ներողություն, add remove accessor-ները, դրանք ուրեմն value-ի նման անցած կլինեն կամ անցել ենք get set-ով, ասենք indexator, property եւ այլն, սրանք հատուկ բառեր են, բայց դե հատուկ տեղում լինեն, որ կապույտ դառնա։ Add-ը եւ remove-ը հրամաններ են, բայց ամեն տեղ չեն աշխատում եւ add-ը ծրագրային հրաման չի, սա իրադարձությունների պլյուս հավասար, մյուս հավասար փոխարինող կազմը, ընդամենը դա։ Իրեն չշփոթեք, ինքը for-ի նման միշտ չի կապտում, break-ի նման միշտ չի կապտում, եւ այլն, կլաս առավելի եւս integer-ի հետ, եւ այլն։ Ինչպես գիտեք, եկեք նորից կրկնենք, խմբակային իրադարձությունները ձևավորվում են ավտոմատ, այսինքն ես խմբակային իրադարձությունը ավտոմատ եմ կատարում թարգմանչի կողմից։ Իսկ եթե իմ ցանկությամբ եմ ուզում ձևավորումը կատարել ըստ ցանկության, խնդրեմ, եթե ըստ ցանկության եք ուզում, այսինքն օպերատորը ցանկացած տեղից ցանկացած բան հանի, տեսեք, եթե ես պլյուս հավասարով մտցնում եմ, ինքը վերջ եկած առաջի գալով տեխնոլոգի չեմ հիշում ստեկա թե query-ա, այսինքն վերջ եկած առաջինը չեն query-ա գալիս, ասենք առաջ եկած առաջինն էլ տալիս է query-ա։ Այսինքն ստացվում է, որ հետ տեսակի data structure-ը։ Ինքը տենց կվես։ Հիմա ես ուզում եմ data structure-ը փոխեմ, այսինքն վերջ եկածը վերջինը չլինի, այլ եւ այլն եւ այլն։ Նմանա multicase բազային կլասով դելեգեյթների նույն տեխնոլոգիային, որը որ պլյուս հավասարին է փոխարինելու, բայց այդ remove կանենք։ Այդ remove-ն էլ պարզ է։ Ինքը կապույտը միայն եւ միայն տվյալ ծրագրային հատվածի համար։ Մեծ ծրագրեր են, բայց հուսով եմ, որ այդքան էլ բարդ չեն։ Շատ հեշտ դասա, շատ ահավոր հեշտ։ Ահավոր հեշտ բացատրվող, եթե event-ը լավ գիտեք։ Հիմա այս նույն բանն է լինելու, ինչ որ նախորդ multicast event-ների հետ կապված, նույնանման։ Ուշադրությունս հիմա կգրավեմ։ My event-ը, սա այն գլխավոր կլասն է, որտեղ որ իրադարձությունը պետք է տեղի ունենա, ես վերցնում եմ delegate-ի զանգված, սա պարտադիր է վեկտոր, ավելի շուտ, վեկտորում կուտակիչ, ինչ հաստատ կուտակիչ է պետք, collection-ը նման բան է պետք, նո array ամենալավն էր այս վարկյալին։ Ինչ է կատարվում ստեղ, ես collection ունեմ, հետաքրքիր է, եւ event յեյով, add-ով ես ավելացնում եմ ծրագիր, remove-ով հանում եմ event։ Այսինքն, ստեղ ստուգում եմ value-ն տալիս եմ if եթե սա հավասար է value-ի, այսինքն ծրագրային փոքր բան է, տեխնոլոգիա է, այսինքն ստացվում է որ ես ստուգում եմ 0 լինելը, չլինելը, ստեղ ստուգում եմ այդ մարդուց կա թե չէ։ Եթե արժեք ունի, հա, եթե չէ, լուր ապրի, այսինքն 0 չլինի։ Ուրեմն եթե 0 է, ես հանգիստ ավելացնում եմ, պարզ է, եթե 0 չի, ապա ես հանգիստ կարողանում եմ event-ին վերջ եթե վերջնա հասել, ինքը 0 կվերջացնի։ Փոքր ծրագիր է, add-ը կապույտ է, բայց եթե add-ը տանենք ուրիշ տեղ, փորձենք ասենք նույնիսկ ստեղ գրել, ինքը կապույտ չի։ Ուղղակի ցույց եմ տալի, որ սա ոչ մի հրաման է, ոչ մի տեղ, որտեղ ուզում եք տարեք, ինքը չի կապտի, չի լինի այդպիսի հրաման։ Փորձեմ մի հատ էլ ստեղ add-ը տանել, չի կապտում։ Integer-ի նման չի, for-ի նման չի, ասենք գրեմ integer կապույտ, հայերը ստացվեց, լավ է։ Եվ այլն, այս կարգյացի հրամանա get set-ի նման է, ինքը հատուկ տեղում պետք է լինի, որ կապտի, ինչպես եւ value-ն կանցել ենք property-ներ կամ indexator աշխարհից։ Այն տեխնոլոգիան ասում է, որ դուք կարող եք հանգիստ ավելացնելու տեխնոլոգիան, ջնջելու տեխնոլոգիան վերցնել
իմաստը նորից եմ կրկնվում ցանկացած տեղից ցանկացած իվենտների խումբ ստանալու համար է։ Պարզա, ստեղ կտեղի կունենա սամ իվենտ, ոնց որ ասենք հրատարակիչ ասենք շախմատային Հայաստան ժուրնալը, ինչ որ իվենտ կառաջացնի, երկու հատ, ենթադրենք տարբեր իվենտներ կառաջացնի եւ այդ իվենտները պետքա գրանցվեն։ Ոչ մի խնդիր, X-ում ինքը ցույց կտա մշակող, Y-ում ցույց կտա, Z-ում ցույց կտա, այստեղ XYZ-ը նախորդ օրինակի նախորդ դասի հետ կապված ոչ թե ինձ մոտ եմ ես ֆունկցիան ավելացրել, Z կլաս ավելացրեցի, բայց երրյակ է ինձ պետք։ Հիմա գնացինք event, 3 հատ օբյեկտ, event-ներ արեցի, պլյուս հավասարով ես ավելացրեցի, sum event արեցի, տեսեք, ես sum event արեցի, մինուս հավասարով ես հիմա կհանեմ եւ այսքանը ես հիմա մի վարքյան կոմենտեմ եւ 10 համարենք ավարտած։ Կարճ դասերից է առանձնապես։ Ահա, միտեղ եկավ ուրեմն adding event եմ անում 1, գալիս է adding event 2 եւ մի հատը հանում եմ։ Այսինքն ես հիմա ցանկանում եմ, ստեղ տեսնենք ոնց է գրված, sum event եմ վերցրել եւ մեկը բես փորձում եմ կատարել։ Հիմա ես հանելը հանեմ, որ հանկարծ մեզ չխանգարի, նորից ցուցադրենք, X, Y, Z-ով ես գործողություն եմ կատարում, կարան գնանք adding event-ը ստացվել, հիմա այն առաջինը պետքա գնանք sum event, տեսեք, ահա, մոտավորապես այդ աշխատանքը գնում է։ Հիմա ինչ է այստեղ կատարվում։ Եթե ես ուզում եմ որևէ event հանել, սա կարևոր է շատ։ Ահա, այսպես console write line-ով կվերցնեմ։ Իվարք։ Ահա։ Եվ աշխատացնում եմ իրան, sum event-ով, իվարքյան event plus հավաքված եւ այլն։ Ահա, ես remove արեցի X-ը եւ ստացվեց, որ ես կարողացա մեր ծրագրում ինքը Z-ը ավտոմատ հանում է, ասինքն արդեն ավտոմատ չի ընդգրկում, դրա համար իրան հանված է, ծրագիրը կնայեք, կտեսնեք, որ չկա։ Այստեղ որը կանչել, որից հետո կամ որ հաջորդականությամբ որից հետո կանչել, տեսեք, ստացվում է ես մինուս հավասարով X-ը հանեցի, հիմա ես Z-ը կավելացնեմ, Եվ վերջի փոքր խնդիրը։ Շատ պարզ դասա, նույնիսկ կարելի է շատ դեպքերում չկարդալ, պլյուս հավասար Z-ը ես կատարեցի, ահա, վերջապես ես Z-ներ ստացա, այսինքն ստացվեց, որ ես ճկուն ձևով հանում եմ ցանկացած տեղից եւ մտցնում եմ կամ ներդնում եմ ցանկացած տեղում։ Ամեն դեպքում ցանկացած տեղից հանել եւ ցանկացած տեղում մտցնելու տեխնոլոգիան multi-case delegate-ների այս ձևն է Եվ այս ձևը տալիս է հրամաններ add եւ կարճ ասած remove հրամանների միջոցով։ Ուրեմն նորից ցուցադրեմ, մի հատ վերանայենք էլի մի վարքյան։ Տեսեք, ինչու Z-ը ցույց չէր տալիս, ծրագիրը որ բացատրեցի, ամեն դեպքում Z-ը ցույց չի տալիս, ծրագրային էր։ Հիմա եկեք այդ կոդը ես մի հատ նայեմ էլի։ Sum event է տալիս, մինչև 2, ասինքն 0-1։ Ելնելով այդ հանգամանքից, որ sum event-ը, որը ես կանչում եմ այս մասից, մի վարքյան, այս sum event-ը ճիշտ է, ես 3 հատ գրանցված եմ, բայց ինքը ինձ տալիս է sum event-ը, նայենք, 0-ն եւ 1-ը, այսինքն 2-ը, դրա համար նախորդ գրածին եմ էլ ավելացնում, Ուղղակի Z-ը ցույց չի տալի, որտեղ sum event-ը այդ event-ը չի առաջացնում, դրա համար ինքը այդ գրանցումից ինքը հանում է։ Եվ դրա համար Z-ը չէր երևում։ Այդ փոքր ուղղումը կամ այդ փոքր լրացումը, որ ասի ծրագրային կա, բայց տեղը ցույց չտվեցի, ուղղակի պատահական։ Եվ այդպիսով մենք կարողացանք sum event-ում տեսնել, որ այս երկուսի պատճառով, ասինքն երկու հատ event ցույց տալու պատճառով կամ event առաջացնելու պատճառով ամենասկզբից այստեղ այս sum event-ը ամենասկզբից ինքը Z-ը ցույց չի տալիս, որտեղ գրանցման հաջորդականությունն է ստիպել։ Եվ պարզ է հետագայում, եթե ես ինչ-որ մի բան ավելացնում եմ իմ ուզած տեղից, ապա ինքը կարողանում է դա ցուցադրել։ Ցանկացած տեղից, ցանկացած կարճ ասած event ավելացնել եւ դարձնել multi-case կարճ ասած event-ների կազմակերպում։